որ հայկական մեքենան մտնի հրապարակի կենտրոնում միանգամից կալանավորենք տանեն։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի դուրս եկած բեռնափոխադրողներից Վարդան Վարդանյանը զայրացավ, երբ հրապարակում վրացական պետհամարանիշներով բեռնատար տեսավ։ Ասում է՝ ի տարբերություն հարևան երկրների փոխադրողների, հայկական ընկերությունները չեն կարողանում միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվությունները, դազվոլները ստանալ։ Պահանջում են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ։ Դազվոր թող տան մեզ, որ մենք էլ կրանանք երրորդ երկրի արտահանում անենք։ Դազվոլն է, որ իրավունք ունենանք Վրաստանից բեռ բարձեն գնանք Ռուսաստան։ Վրացին ոնց է բերում մեր մոտ, մենք էլ կարանանք իրանց մոտից տանենք, խիչ տանենք որ։ Նոր ոնց անցա վրացական մեքենան հրապարակով, չէ՞։ Եթե մեր հայկական մեքենան մտնի Վրաստանի տելևիզիա հրապարակը, կարող եւ ավտոն պետականացնել։ Պահանջում են, որ կառավարությունը բանակցի Ռուսաստանի հետ ու ապահովի այդ թույլտվությունների տրամադրումը նաեւ հայկական ընկերություններին։ Որտեղ օտար երկրա մեքենաները ունեն ցենտը կամ դազվոլը իրան կարում են այդքան։ Դազվոլը տալիս է Ռուսաստանը, իսկ ցենտը տալիս է Հայաստանը։ Ասենք Վրաստանը տալիս է վրացուն, հայերը տալիս են հայերին։ Ռուսական կողմը վերջին ամիսներին սահմանափակել է հայկական գրեթե ողջ գյուղմթերքի արտահանումը, արգելել նաև հայկական ապրանքի տարանցումն իր տարածքով։ Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհում են օտարերկրյա ընկերություններն ավելի շահավետ պայմաններում են աշխատում։ Կառավարությունից պահանջում են ապահովել հավասար մրցակցային պայմաններ հայկական եւ օտարերկրյա բեռնափոխադրողների համար։ Մենք շուկայից դուրս ենք եկել, մեր կառավարությունը ոչ մի բան չի անում, զսպի կամ պաշտպանի իր բեռնափոխադրողներին արտաքին շուկաներից, այսինքն իրան գալիս են մեր շուկան, վեկալում են իրան ձեռը։ Բայց հիմնական խնդիրը դրա, որ մենք արտահանում չունենք։ Մեր մի բանջարեղեն լիքը ապրանքներ կա, որ չի կարում դուրս գա։ Բեռնատարների վարորդներից բացի կառավարության շենքի դիմաց էին դուրս եկել նաև միջազգային բեռնափոխադրողներն ու լոգիստները։ Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի կամ էկոնոմիկայի նախարարի հետ։ Ասում են, ռուսական սահմանափակումների պատճառով ոլորտը ծանր վիճակում է։ Մարդիկ խնդիր ունեն, մարդիկ վարկեր ունեն, տունա դրած, ավտոյա դրած, գալու են բանկերը խլեն ձեռներից։ 60-70 դոլար տվերենք ֆուրեր են կորը։ Արգով իրանց արգերը բերինք մուծինք, հիմա պետք է մեր համար աշխատենք, հիմա էլ կայնացենք, չենք աշխատում ենք։ Թուրքերի հետ, վրացիքի հետ, ադրբեջանցիքի հետ արտահանում են, բայց մենք ինչ անենք։ Կառավարությունն իր հերթին հավաստիացնում է, որ տարբեր ծրագրեր է իրականացնում ռուսական սահմանափակումների պայմաններում հայկական ապրանքի արտահանումները հեշտացնելու ուղղությամբ։ Վարչապետը տնտեսվարողներին առաջարկում է նաև ճկուն լինել ու հարմարվել նոր պայմաններին։ Ցուցարարները կասկածի տակ էին դնում վերջին ամիսներին կառավարության նիստերում պաշտոնյաների հնչեցրած թվերը միջազգային արտահանումների վերաբերյալ։ Կամ էլ 1000 ավտոյից մի ավտոյով են, մի հատ ավտոյա տանում են այլ ազգերով։ Ու ոչ մեկն էլ հետաքրքիր չէ, էլի խոսքի այդ ապրանք որ արտահանում եղավ։ Ինչ ազգի մեքենաներով, մեր երկրի մեքենաներն եղավ, այլ ազգի մեքենաներով եղավ, ինչով եղավ, ոչ մեկին հետաքրքիր չի։ Ակցիայի մասնակիցների խոսքով այս պահին նոր խնդիրներ են առաջանում նաև Վերին Լարսի անցակետում։ Ասում են, անգամ այն բեռնատարները, որոնք սահմանափակումների տակ չհայտնված բեռներ են տանում, հաճախ ենթարկվում են երկարատև ստուգումների։ Մնացած ապրանքն էլ ինչ գնում է, դատարկ կանեստերները պլաստմասից մտցրել են դասմոտոր, թե դրա ինչն են դասմոտոր անում, չգիտեմ։ Լարսում մեր դրամով ասենք մի 500,000-ից մինչև 1 միլիոն դրամ այդ դասմոտոր անելու համար մենք փող ենք տալի։ Վարորդներից մեկը, որ արդեն երկրորդ օրն է Լարսի անցակետում է, տեղից տեսանյութ է ուղարկել Ազատությանն ու պատմում, Չինաստանից մեքենաներ է տեղափոխում, բայց վրացի մաքսավորները հայկական մեքենաներին թույլ չեն տալիս հասնել Հայաստան, պատճառաբանելով, թե մեքենաները երկար են ու առանց ուղեկցության չեն կարող գալ։ Այլ երկրների նույն բեռնատարները ըստ մեզ զանգահարած վարորդի վերադարձրել են իրենց երկիր։ Ռուսաստանը բախվում ենք խնդիրների հետ, եկել ենք Վրաստան ամեն օր մի հատ խնդրեմ են ստեղծում։ Հայկական ավտովոզը մտել է, չենք քաշե կանգն է երկարության համար։ Կիրգիզականը հետ է ֆռում, ղազախականը հետ է ֆռում, վրացականը նույն երկարությամբ անցնում է։ Վրաստան ուզում է, որ իր փոխադրողով հայկական մեքենաները փոխադրի մեր մոտ։ Լավ, արտահանում չունենք։ Դուք չեք տենում ինչա կատարում։ Մտածում եք, որ 15,000 ընտանիք պետք է ապրի։ Մի արեք այնց, որ դիմենք մեր կոշտ քայլերին, հետո ասեք բախման եք գնում։ Ազատությանը դիմաց այս բեռնափոխադրողը պնդում է, պետական մակարդակով բանակցություններ է պետք Ռուսաստանի եւ Վրաստանի համապատասխան մարմինների հետ, խնդրի կարգավորման ու հայկական բեռնափոխադրողների նկատմամբ հավասար վերաբերմունք ապահովելու նպատակով։ Գալիս են նալիչի գումարը տանում են, մեր երկրում էլ հարկ չի մուծվում, միջնորդներին կողեն հարկային դաշտ, ստուգման, օտար ազգի մեքենաները չբարձեն բերեն,
մեր մեքենաները բարձ են բերել։ Իսկ նրանք երկու կռուգով աշխատում են։ Արտահանման աջակցության պետական քաղաքականությունն էլ պետք է վերանայվի, պնդում էին բեռնափոխադրողներն ու շարունակում։ Սուբսիդավորում են բան, բայց որևէ մի հատ շոֆերի կամ որևէ մի կազմակերպության ոչ մի սուբսիդիա չեն տրամադրել, որ խոսքի այդ կազմակերպությունն էլ իր վարորդին վերաբերմունք ցույց։ Մեկ այլ խնդիր, որի վրա ուշադրություն են հրավիրում բեռնափոխադրողները, եվրոպական ուղղությամբ աշխատանքն է։ Նրանց խոսքով հայ վարորդները հաճախ բախվում են շենգենյան վիզաների ստացման երկար ու շատ բարդ ընթացակարգերի։ Նրանք կառավարությունից ակնկալում են նախաձեռնել բանակցություններ Եվրամիության անդամ պետությունների հետ այդ ընթացակարգերը պարզեցնելու, հեշտացնելու նպատակով։ Օտարազգի մեքենաները մեզ շուկայից ոնց որ դուրս են հանել։ Մեր ճանապարհը որ փակ է, արտահանումները չկա։ Մենք ստեղից բեռ չունենք, որ գնանք։ Ավտոմատ մենք մնում ենք շուկայից դուրս։ Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին հասցեագրված վարչապետին, էկոնոմիկայի եւ տարածքային կառավարման նախարարություններին, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարությանը։ Ասացին, խոստացել են, որ 3 օր հետո հանդիպում կկազմակերպեն։